Ստեփանյանի հետ։ Տիկին Ստեփանյան, ինչ խախտում եք։ Ես հենց նոր դա նկատեցի, որ Կարճիկյան փողոցում Կարճիկյան 7-ի այի տան վրա կա մահացած մարդ, որը գրանցված է մեկ փակուղի 7-ի վրա, եւ նույնիսկ բնակիչը զարմացավ, որ հարևան տան մահացած բնակիչը գրանցված է իրենց հասցեում։ Ես չեմ կարող ասել ինչու են մահացած մարդուն բերել եւ գրանցել մեկ այլ հասցեի վրա, ըստ երևույթին մեկ ուրիշը կգա նրա փոխարեն կքվեարկի, ես կարծում եմ, որովհետև չէր կարող մահացած մարդը լիներ մեկ այլ։ Ես կարծում եմ կենտրոնական դրական հանձնաժողովը բավականին լավ է վճարվում եւ պետք է ընտրացուցակները մաքրի հավուր պատշաճի, կարգի բերի հավուր պատշաճի։ Պարոն Հարությունյան, Իմ մասին է խոսքը։ Չէ, ցուցակումը հարևան տան բնակիչը, որը մահացած է, գրանցված է մեկ այլ հարևան տան վրա։ Այ բնակիչը զարմացավ, որ հարևան տան մահացած բնակիչը գրանցված է իրենց տան վրա։ Ցուցակում տեսավ դա։ Ընտրացուցակները պատշաճ մաքրված չեն։ Պատշաճ տեսքի բերված։ Ես ձեզ լսեցի։ Դուք մի անգամ էլ ինձ հարցրեցիք, ես ձեզ պատասխանում եմ։ Դա այդ գործառույթը անձնագրայինինն է։ Ես այդ ցուցակները կազմելով չեմ զբաղվում։ Այդ ցուցակները բերվում են իր համապատասխան օրը վերջնական փակցվում են եւ բնականաբար բոլոր քաղաքացիները տեղյակ են, որ ցանկալի է գան, իրանք տեսնեն, եթե ունեն դիտողություններ, գնան անձնագրային։ Այդտեղ մեր անձնաժողովի ոչ մի գործառույթը չի։ Մենք դրան